Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-յանի Մալիքի եթերում զրուցելու եմ անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Սամվել Մելիքսեթյանի հետ ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-յանի Մալիքին։ Բարև ձեզ, պարոն Մելիքսեթյան։ Բարև ձեզ։ Պարոն Մելիքսեթյան, Նիկոլ Փաշինյանը ԵԱԿ Միսկի խմբի լուծարումից հետո հրապարակեց Արցախյան բանակցային գործընթացի փաթեթը տարբեր ժամանակահատվածի, չնայած որ վերապահումներ կան, ասում են դա ամբողջական ցանկը չէ, դրան առանձին կանրադառնանք, բայց այնուհանդերձ այնինչ հրապարակվել է կառավարության պաշտոնական կայքում, ըստ ձեզ ամբողջությամբ այսպես բացահայտում է, թե 30 քանի տարվա ընթացքում բանակցություններն ինչի շուրջ են եղել։ Ես կարծում եմ այնտեղ մի քանի տրամաբանական տարբերություններ եւ փուլեր կան, որովհետեւ մինչեւ 96-97 թվականները հիմնականում ավելի անորոշ Ադրբեջանի կազմում ամենաբարձր մակարդակի ինքնավարության մասին էր Լեռնային Ղարաբաղի 97 թվականին այդ համատեղ պետության գաղափարն էր, որտեղ Լեռնային Ղարաբաղը ֆորմալ առումով լինելով Ադրբեջանի մաս, ունենալով ադրբեջանական անձնագրեր հատուկ նիշերով, ունենալով սեփական փաստացի անվտանգային կառույցները, ուժերը, զինյաց ուժերը եւ այլն, եւ դրանից հետո արդեն կան մեղրի փոխանակման տարբերակը, որտեղ 90-ականների սկզբին օրինակ Թուրքիայի վարչապետ, եթե չեմ սխալվում, Թուրղուտ Օզալն էր դեր առաջարկել 92 թվականին դա մեղրին փոխանակել Լեռնային Ղարաբաղի հետ եւ նաեւ միջանցքի եւ ինչպես գիտեք 2001 թվականին այդ մտքի շարունակությունը որովհետեւ այդ տարբերակով մեղրի պետք է 1978 թվականի վարչական սահմաններով լիներ այսինքն մեղրի շրջանը որ միշտ եղել է բացի մեղրի քաղաքից խոսքը տասնյակից ավելի բնակավայրերի մասին է եւ Քիվեստում ինքը ձևափոխվել է ավելի շատ Ադրբեջանին տալ մեղրիով էքստերիտորիալ ճանապարհ, էստակադա եւ դրա փոխարեն Լեռնային Ղարաբաղը ուղիղ կապ ունենա Հայաստանի հետ, բայց այդ կապը Լեռնային Ղարաբաղի Հայաստանի հետ փոխհատուցվի Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքից, այսինքն Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզից ինչ որ կտորներ նախքին փոխվեն եւ այդ տարածքը դառնա այդ համահավասար սկզբունքով դառնա միջանցքի տարածք ու դրանից հետո արդեն հիմնականում 2007 թվականից հետո այդ մադրիդյան սկզբունքների եւ կազանյան սկզբունքների մենք տեսնում ենք արդեն ուրիշ տրամաբանություն է, այսինքն հրաժարվում են տարածքային փոխանակումներից եւ ավելի կարեւոր է դառնում Լեռնային Ղարաբաղի բնակչության ռեֆերենդումի միջոցով, հանրաքվեի միջոցով վերջնական կարգավիճակի հաստատումը, ընդ որում Լեռնային Ղարաբաղի բնակչության տակ հիմնականում հասկանում են նաև ադրբեջանական բնակչությունը, որ եղել է այդտեղ կոնֆլիկտի նախօրյակի համաչափություններով, որովհետև 1988-89 թվականի մարտահամարի տվյալները արդեն ռելևանտ չեն, արդեն սկսել էր կոնֆլիկտը, ադրբեջանական կողմը մարդիկ էր բնակեցրել նույն Խոջալում, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքում եւ բնակչության համաչափությունները փոխվել են, այլ 1979 թվականի մարտահամարի համաչափությունների մասին էր, հիմա լավ չեմ հիշում, բայց հայերի եւ ադրբեջանցիների համաչափությունը մոտ 23 երևի եւ 76-77% մասին էր խոսքը ու դրանից հետո տարբեր գաղափարներ կար, որոնց գրեթե բոլորում հայկական զորքերի 5 շրջաններից դուրս գալն է, միջազգային խաղաղ ուժերի տեղակայումը այդ տարածքում, այդ տարածքների դեմիլիտարիզացիան, Քարվաճարի կամ Քելբաջարի եւ Լաչինի հատուկ կարգավիճակը մինչև չլուծվի Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի մասին կարգավիճակի հարցը, որը առաջին փուլից հետո, այսինքն հայկական զորքերի դուրս բերումից հետո 5 շրջանից պետք է հավելյալ քննարկման առարկա դառնար, այսինքն այստեղ կա որոշակի անորոշություն եւ դրանից հետո վերջնական լուծումը Լեռնային Ղարաբաղի ինչ-որ կարգավիճակ, որ լինելու էր հանրաքվեի միջոցով որին մասնակցելու են նաև ադրբեջանցիները եւ
Հայաստանի հետ կապ միջանցքով, հա, մյուս բոլոր տարածքներից դուրս գալով, այսինքն Խելբաջարի եւ Լաչինի շրջանների մեծ մասից։ Հիմնականում սա է բանակցային տարբերակը ու իհարկե հիմա ինքը թվում է շատ լավ տարբերակներ, բայց այդ բոլոր տարբերակների դեմ ինչ լավը չէր, հիմա հիմնական քննարկումներն այն մասին, որ 19 թվականին առաջարկվել է մի լուծման մի տարբերակ, որով Արցախը մնում էր հայկական։ Գիտեք, այստեղ ամեն ինչը շատ լավն էր ու իսկապես ինքը լավ տարբերակ է, սկզբունքները ճիշտ սկզբունքներ են, բայց մի խնդիր կա։ Առաջարկում էր երկու կողմերին, որոնցից մեկը Ադրբեջանն էր։ Եվ Ադրբեջանը տարբեր պատճառներով այդ առաջարկների հետ չի համաձայնվել, որովհետև այդ առաջարկները կային 2007 թվականին, 9 թվականին, 11 թվականին, 14, 16, 18, 19 եւ ինչ-ինչ պատճառներով իրանք չեն իրականացել, հա։ Ու նաեւ այդ ֆոնին մենք տեսնում ենք, որ ռազմական բալանսի փոփոխություն է կատարվել, նաեւ եթե 2007-11-ի փաստաթղթերում, օրինակ, երբ որ խոսվում է կոնֆլիկտի մասին, առաջինը հիշատակվում է Լեռնային Ղարաբաղը, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի, Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցքի, Լեռնային Ղարաբաղի նաև ասենք անվտանգության ժամանակավոր կարգավիճակի հարցը, նույնիսկ միջազգային տարբեր օգնություն ստանալու հնարավորությունը, միջազգային տարբեր կառույցներում ներկայացված լինելու, որտեղ պետական ճանաչումը պետք չի, հա, պաշտոնական որպես պետություն ճանաչվածությունը պետք չի եւ այլն եւ այլն։ Եվ գնալով, օրինակ, դա փոխարինվում է, առաջին հարցը դառնում է նույն հայկական զինուժի դուրսբերումը 5 շրջաններից եւ նաեւ հիմա շահարկող Սերժ Սարգսյանի բանը գիտեք նամակը, որ շահարկում են եւ իշխանությունները եւ քաղաքական դաշտը, հա, ինչ է դա նշանակում եւ իր կողմնակիցներն ասում են, որ դա արտացոլում է իր փայլուն մոտեցումը եւ հայկական շահերի պաշտպանումը, մենք տեսնում ենք, որ լավ սկզբունքներ ունենալով, լավ սկզբունքներ մեր հիմիկվա տեսակետից, որովհետեւ ես վստահ եմ, ու սա շատ կարեւոր է, 2011, 16 հատկապես թվականներին եւ 17-18 Հայաստանում մեր հրապարակային դաշտում այս հարցը այսպես լավ մենք չենք կարող քննարկել եւ չենք կարող որակել այդ լուծումը որպես լավ լուծում, ու սա շատ կարեւոր է։ Եվ ես կարծում եմ, հենց այս խնդիրը կա, որ մենք հետադարձ հայացքով հիմա նայում ենք այդ ամենին եւ ընկալում ենք որպես լուծումներ, անժամանակ հիմնականում նույն քաղաքական դաշտի մեծ մասը, երևի տարբերությունը Հայ ազգային կոնգրեսից, հա, իրենք կողմ չէին այսպիսի լուծումներին եւ տարածում են լրիվ այլ խոսույթներ, տարածում են լրիվ այլ մոտեցումներ ու կարծում եմ սա հիմնական խնդիրներից մեկն է, հա, որովհետեւ այս խոսույթը նման է Սևերի պայմանագրի մասին խոսելուց, կամ որ ասում են Սևերից առաջ թուրքերը մեզ առաջարկում են Ալաշկերտ ու Կարսը, ասենք, Ռիզեյով, բայց ասում են Էրզրումն ու Վանը չենք տալու եւ այլն, ու պետք է այն ժամանակ համաձայնվեինք, կամ, չգիտեմ, Բերլինի կոնգրես, սա արդեն պատմական ցավոք սրտի փաստաթղթեր են, որոնք քննարկվում են մեր դաշտում որպես ինչ-որ ակտուալ նշանակություն ունեցող, իրենք ոչ մի նշանակություն այլևս չունեն ցավոք սրտի եւ իրենց արժեքը պետք է հասկանալ ժամանակին, հա, ոչ թե հիմա։ Այսինքն մենք հիմա ինչ ենք ունեցել, չնայած Քոչարյանի օրոք բանակցային ամբողջ բանը չի հրապարակվել, ասում են քիվեստը չկա, դա հնարավոր է, որ պետական կառույցներից փաստաթուղթ կորի։ Նիկոլ Փաշինյանն ասում է չկա, գոյություն չունի, Քոչարյանի թիմակիցներն ասում են դա մի հոյակապ բանակցային միջավայր ենք թողել ձեզ ուրա, հրապարակեք, տեսնենք, ինչի է այդ փաստաթուղթը ձեզ անհետացել։ Գիտեք, հիմա ես մտնել եմ վարկածների դաշտ, ինչ որ այնպիսի բաներ եմ ասելու, որոնց պատասխանը ես չունեմ, հետեւաբար ես ոչ մի վարկած չունեմ, ինչու է անհետացել։ Այն որ հոյակապ բանակցային լուծումները, որոնք լուծումներ չեն, որովհետեւ եթե իրենք հոյակապ լուծումներ լինեն, իրենք կիրագործվեին, կիրականացվեին, սա ինձ համար է հիմնական սկզբունքն է, որով պետք է այս հարցերին նայել։
եւ նաեւ տարօրինակ է, որ գիտեք, այդ արևելյան մի այդպես զվարճալի պատմություն կա, երբ որ մեկը անցնում է ինչ որ սրճարանի կողմով կամ բանի, հա, որտեղ ինչ որ ուտելիք են վաճառվում, տաք, եւ ինչ որ մի աղքատ մարդ հոտ է քաշում այդ ուտելիքից, տերը սկսում է ծեծել, ասում է դու հոտ ես քաշել իմ ուտելիքից, պետք է վճարես դրա համար, ու Խոջա Նասրեդինը, որ այդ արևելյան կերպարներից մեկն է, գալիս է ասում է ինչ է պատահել, ասում են դե ինքը հոտ է քաշել իմ ուտելիքից, պետքա դրա դիմաց վճարի, ասում է սպասի, ես դրա վճարը ունեմ եւ գրպանում զնգզնգացնում է բան մետաղյա դրամները, ասում է ես այդպես վճարեցի հոտի համար վճարեցի ձայնով, այդ լավ լուծումները, որոնք թղթի վրա էին, այո, դա ասենք Ռոբերտ Քոչարյանը թղթի վրա մեզ լավ լուծումներ է տվել, ինչպես հայկական հարցի լավ լուծումներ մենք ունեինք 1896 թվականին, 5 թվականին, 1920 թվականին Սևրի պայմանագիրներ, չգիտեմ, խորհրդային շրջանում Ստալինը մի ժամանակ ուզում էր ներխուժել Թուրքիայի արևելյան հատվածները եւ ստեղծվեց նույնիսկ Հայաստանում Վանի, Էրզրումի կոմունիստական կուսակցությունների ղեկավարները, որոնք հայեր էին ազգությամբ, դե հիմա գիտեք, սա կարևոր է, որ սա այլևս պատմական փուլ է, ու շատ կարևոր է ինչու՞ չի այդ ամենը իրականացել, եթե այդքան դիրքերը լավն էին։ Ուրեմն ինչ որ խնդիր եղել է, ու անտեսել այս խնդիրը, որը ինչպես անգլերեն են ասում, սենյակում թիղն է, այսինքն շատ խոշոր ինչ որ մի բան է, որ բոլորը փորձում են շրջանցել, դա Ադրբեջանի դիրքորոշումն էր, որը միշտ այդ փուլերում չէր համընկնում այն ցանկությունների հետ, որ ուներ հայկական կողմը եւ նաեւ այն մտավախությունների, որ ուներ հայկական կողմը եւ նաեւ իհարկե ես կարծում եմ գուցե դա փոխկապակցված էր նաեւ մեր խոսույթի հետ, որովհետեւ մեր խոսույթում էլ ինչպես նշեցի երևի դա նույնպես ստիպողաբար էր, որովհետեւ Սերժ Սարգսյանի օրոք շատ հաճախ սկսեցին խոսել ոչ մի թիզական ինչ որ թեզերով եւ թեզերից մեր քաղաքական դաշտում նաեւ հասարակական ինչ որ խոսույթը միայն դրա մասին էր եւ սա մի կողմից վախի պատճառով էր, որովհետեւ վախենում էինք խոսել անկեղծ զիջումներից, անխուսափելի էին այդ դեպքերում եւ հասկանալով, որ իրական պատճառը այդ անհավասարության նաեւ Ադրբեջանի աճող կարողություններն են ռազմական ճանապարհում երկընտրակ կար, հասկանալով, որ գնալով այդ բանը, հա, տարբերությունը Ադրբեջանի Հայաստանի միջև ավելանալու է, դու պետք է գնաս զիջումների, բայց այդ պահին նաև հասկանում ես, որ հակառակորդն էլ է հասկանում, հակառակողն էլ է հասկանում, որ դու գնալով թուլանում ես, ու եթե ինչ-որ զիջում ես, պահում անում ես, ինքը ավելացնում է պահանջները, հետևաբար դու նույնպես պետք է այդ պահանջները ավելացնես եւ այդ պահանջների ավելացումը մեր մոտ այդ ոչ մի թիզական խոսույթներ եւ ես կարծում եմ սա այն ծուղակն էր, որտեղ հայկական կողմը ընկել էր եւ պատճառը հենց այն էր, որ Հայաստանը գնալով ավելի էր թուլանում, Հայաստանը ավելի կախված էր դառնում հակառակ կողմի կարողությունները։ Այս փաստաթղթերի հրապարակմամբ տրվեց հարցի պատասխանը Արցախի անկախության ճանաչման հասնելու էինք, թե ոչ, եթե գնայինք այս փաստաթղթերով։ Ես վստահ եմ, որ ոչ, որովհետև Ադրբեջանի համար սա միշտ եղել է կարմիր գիծ։ Եվ պատճառներից է եղել, ինչու Ադրբեջանը ձգձգել բոլոր այն գործընթացները, եւ նաեւ Մադրիդյան եւ այլն, որոնք եղել են Քիվեստից հետո։ Ադրբեջանի համար Արցախի անկախությունը անընկալել էր։ Ադրբեջանը վստակ ուզում էր տարածքներ, 5 տարածքները հետագայում գուցե այլ տարածքներ, բայց ես վստահ եմ, որ խոչընդոտներ են լինելու, որպեսզի անկախություն չլինի։ Այդտեղ այստեղ կային մի քանի տարբեր հարցեր, դրանցից մեկը ադրբեջանական բնակչության հարցն էր Լեռնային Ղարաբաղում, որը ինչպես նշեցի արդեն բավականին մեծ տոկոսի էր հասել 80-ականների վերջին վերաբնակեցման արդյունքում ու նաև ոչինչ չէր խանգարում ավելացնել այդ թվերը եւ պնդել, որ ոչ թե համաչափության սկզբունքով պետք է լինի հանրաքվեն, այլ փաստացի բնակչության, որ Լեռնային Ղարաբաղից է, հա, ադրբեջանական, որ կարող է լինել ավելի մեծ, Շուշիի խնդիրներ, որ գիտենք, նաև շոշափվում է
հատկապես 2000-ականների սկզբի փաստաթղթերում, որ նաև Key West-ում, որ Շուշին պետք է վերադառնար ադրբեջանական բնակչությունը եւ նաև հատուկ կապ ունենար Ադրբեջանի հետ, Շուշի քաղաքը, եւ այս հարցերը նաև Քելբաջարի եւ Լաչինի տարածքում տեղակայված հայկական զինուժը կամ այլ ուժեր, իմ կարծիքով այս առումով վիճակը ծուղակային էր եւ Ադրբեջանը հստակ չէր ցանկանա, որ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը դառնա միայն կոնֆլիկտ հետխորհրդային տարածաշրջանում, որտեղ տարածքային ամբողջականության սկզբունքը կխախտվի, որովհետև բոլոր այդ դեպքերում նույն արևմտյան երկրները հատկապես Վրաստանի կոնֆլիկտից հետո իրենք հետխորհրդային երկրների տարածքային ամբողջականության սկզբունքի կողմնակից էին, հա։ Բայց Նիկոլ Փաշինյանը, կներեք, Նիկոլ Փաշինյանը նույնիսկ չի պատասխանել այդ 19-ի առաջարկին, սա տարօրինակ չէ։ Գիտեք, դա տարօրինակ է գուցե, բայց ես վստահ եմ, որ ինքը ինչ է պատասխաներ, մենք ունենալու ենք նոր գործընթաց հասկանում։ Նիկոլ Փաշինյանը չէր կարող նոր Ղարաբաղյան կարգավորում հորինել։ Իհարկե Նիկոլ Փաշինյանի հռետորաբանությունը այդ ժամանակ, որ շարունակեց Սերժ Սարգսյանի հանրային դաշտում ստեղծված խոսույթի լավագույն ավանդույթները, որտեղ Սերժ Սարգսյանը շատ ավելի պրագմատիկ քաղաքական գործիչ էր, ինքը օգտագործում էր այդ տրամադրությունները, օրինակ նույն այդ ոչ մի ֆիզիկական, հա, պայմանական տրամադրությունները նաև Ռուսաստանի նկատմամբ, Ադրբեջանի նկատմամբ որոշակի, այսպես ասած, հասարակության տրամադրությունների տպավորություն ստեղծել, թե մենք հիմա հասկանում ենք, որ սրանք չեն արտացոլում Հայաստանի հասարակության առնվազն մի զգալի մասի կարծիքները։ Նիկոլ Փաշինյանը ինքը այդ ինֆոդաշտի, ես կասեի, զոհերից մեկը դարձավ, որովհետև ինքը փորձեց օգտագործել այդ թեզերը, փորձեց օգտագործել նոր ինչ-որ տրամաբանություն, ինքը սկսեց օգտագործել խոսույթ, որը Ադրբեջանում հստակ դիտարկվում էր որպես վտանգավոր, այդ ժողովրդավարական տարը մտցնել նաև խոսում էր Ադրբեջանում, որ ժողովրդավարության բանի մասին, որ հարկավոր է հակամարտությունը 3 ժողովուրդների որպես կամքի արտահայտում, եւ կարծում եմ սա պատճառներից գուցե մեկն էր, որ մենք ունեցանք ավելի արագ զարգացումներ, բայց Ղարաբաղյան հակամարտության տրամաբանությունը սկսած այն փուլից, որ Ադրբեջանի կարողությունները շատ զգալիորեն աճել են եւ Հայաստանին նվազում են, իրենք անխուսափելի իմ պատկերացմամբ ենթադրում էին կամ հայկական կողմից այնպիսի զիջումներ, որոնք տեղավորվում են Ադրբեջանի պատկերացումների մեջ, եւ դա տարածքային ամբողջականության սկզբունքի ճանաչումն է, որ փուլում է լինի, կամ անխուսափելի պատերազմ, որին Հայաստանը նույնպես պատրաստ չէր, թեև գիտակցվում էր, հա, որ մենք գնում ենք դրան, սա կարծում եմ դեռ 2014-15 թվականներից էր շատ սուր զգացվում, ապրիլյանից հետո առավել եւս։ Պարոն Մելիքսեթյան, ի վերջո իշխանությունները այս փաստաթղթերի հրապարակմամբ կարողացան ապացուցել իրենց այն թեզը, որ մշտապես կրկնում են Քոչարյանը մեղրի է փոխանակել, մեղրի է ուզել հանձնի մեղրին տա Արցախը վերցնել, այս փաստաթղթերով դա հիմնավորվեց, թե ոչ։ Դա եթե նայենք այդ փաստաթղթերի երկու տարբերակին, այսինքն մեկը, որ հրապարակված է, հա, այդ 99 թվականի փոխանակումը տարածքների, որի ընդհանրում էր հենց մեղրի շրջանի փոխանակում Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղը կապող միջանցքի հետ, երկրորդ տարբերակը Key West-ի ինքը ենթադրում էր արդեն մեղրի տարածքով Նախիջևանը Ադրբեջանի հետ կապող ճանապարհի լուծում եւ ճանապարհը լինելու էր Ադրբեջանի տարածք, հա, Ադրբեջանի սեփականություն, այսինքն լինելու էր էքստերիտորիալ միջանցք Հայաստանի հարավով, ինչ որ լուծումներով, որ Հայաստանը նաև չկորցնի իր կապը Իրանի հետ, ու գիտենք, որ օրինակ այս առաջարկներից մեկը, որը չի քննարկվել, ուղղակի եւ ավելի շատ փորձագիտական էր,
Paul Globally պլանն էր, երկրորդ տարբերակը, որտեղ նախատեսում էր մեղրին տալ Ադրբեջանին, փոխարենը որպեսզի Հայաստանը ունենա ընդհանուր սահման Իրանի հետ, Սադարակը Նախիջևանի հյուսիսում տալ Հայաստանին եւ Թուրքիան կկորցներ իր ընդհանուր սահմանը Նախիջևանի հետ եւ Ադրբեջանի հետ, իսկ Հայաստանը կունենար ավելի հարմար սահման Արարատյան դաշտով Իրանի հետ։ Բայց սրանք նույնպես բոլորը վերացական իհարկե խոսակցություններ են, իհարկե Ռոբերտ Քոչարյանը լինելով Հայաստանի նախագահ եւ մասնակցելով այդ բանակցություններին եւ շարունակելով բանակցությունները պատրաստ է եղել այս գործընթացին, թեև Քիվեսկի եւ սկզբնական առաջարկի տարբերությունը մենք տեսնում ենք, եւ հայկական կողմի հիմնական առարկումը այն էր, որ ինքը չի ուզում կորցնել Իրանի հետ ընդհանուր սահմանը։ Բայց սրանք էլի վերացական դաշտի խոսակցություններն են, որովհետեւ չի իրականացել այդ տարբերակը, որ հրապարակել են, դա հիմա հիմնավորում է մեղրին փոխանակելու տարբերակը, թե ոչ։ Դա ցույց է տալի, որ տարբերակներից մեկը, որը քննարկվել է, եղել է մեղրի փոխանակման տարբերակը Լեռնային Ղարաբաղի հետ։ Ընդ որում բանակցային ասած պաշտոնական տարբերակ է եղել, թե ոչ։ Այո, իհարկե պաշտոնական, եթե քննարկվել է Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի նախագահների միջև, բայց որպես տարբերակ ինքը հետո նաեւ բարելավվել է, այսինքն այդ սկզբնական տարբերակից Քիվեստում դարձել է, ասենք մեղրի շրջանը դարձել է ճանապարհ ընդամենը, բայց այնտեղ կա նաեւ Շուշի խնդիրը, այնտեղ կա որ Լեռնային Ղարաբաղի տարածքից պետք է կտրվեր համահավասար մակերեսի տարածք եւ հանձնվել Ադրբեջանին, որը լինելու է նույն Լաչինի միջանցքի տարածքը, հա, այսինքն Լեռնային Ղարաբաղը իրենից մի տարածք էր տալի Ադրբեջանին, Լաչինում ստանում էր նույն չափ տարածք Հայաստանի հետ կապնվելու համար։ Իմ կարծիքով սրանք ոչ վատ տարբերակներ են իրականում, իհարկե, որովհետև մենք ստանում ենք 150,000 բնակիչ ունեցող եւ մոտ 400 կիլոմետր քառակուսի Լեռնային Ղարաբաղի հարցը, թեև իհարկե Իրանի հետ սահմանի խնդիրը, եթե խոսքը այն առաջի տարբերակի մասին է, շատ լուրջ է հայկական կողմի համար, երկրորդ տարբերակը էստակադայով ավելի լավ տարբերակ էր, բայց հիմա նույնպես սրանք ինչ-որ վերակցական խոսակցություններ են եւ գիտեք, կարծում եմ, եթե հիմա ասենք ներկայ իշխանությունները այն ժամանակ նույն բանակցությունները վարեին Ռոբերտ Քոչարյանն էր քննադատելու, Ռոբերտ Քոչարյանն էր ներկայ իշխանություններն են քննադատելու, ես կարծում եմ այստեղ կա երկու տարբեր հարց, այնինչ քննարկվել է Ռոբերտ Քոչարյանի ժամանակ որպես Լեռնային Ղարաբաղի լուծում հարցի, դա մի հարց է, Ռոբերտ Քոչարյանի քաղաքական կերպարը, որպես մի մարդու Հայաստանում քաղաքական որոշումներով իր այլ հարցերում, ոչ թե Ղարաբաղի հարցում, փաստորեն բազմաթիվ խնդիրներ է ստեղծել Հայաստանի Հանրապետության համար, փաստացի ստեղծել է այն ֆեոդալ-օլիգարխիկ մոդելը կառավարման, որը նաև զգալիորեն սահմանափակել է Հայաստանի հնարավորությունները զարգանալու, փաստացի հանձնել է գրեթե ամբողջ ռազմավարական ենթակառուցվածքները Ռուսաստանին եւ դրանով ստեղծել այն կախված իրավիճակը, որ մենք հիմա ունենք, այսինքն դա մի խնդիրն է Ռոբերտ Քոչարյանի մի մասն է եւ մարտի 1-ի իհարկե խնդիրը որ կա եւ այդ զոհերը որ կային եւ ավտորիտար ոճը կառավարման եւ այլն, դա մի խնդիր է, իսկ Արցախի հարցը մի ուրիշ խնդիր է, ցավոք սրտի մեր քաղաքական խոսույթում մենք չենք կարող տարանջատել այդ երկու խնդիրները, դրանք իմ պատկերացմամբ տարբեր խնդիրներ են եւ Արցախի հարցը, Արցախի հարցում այդ լուծումները եւ այլ հարցերում լուծումները, դրանք նաեւ պետք է տարանջատել։ Պարոն Մելիքսեթյան, այլ թեմաների անդրադառնանք, Բրյուսելում Միրզոյանը ԵՄ-ի հետ համագործակցության նոր փաստաթղթեր ստորագրեց, դրանք ինչքանով են կարևոր։ Դրանք կարևոր են նրանով, որ առաջինը ենթադրում են ֆինանսավորում Եվրամիության կողմից, ինչը ենթադրում է, որ Հայաստանի վրա ներդրումներ են կատարվելու Եվրամիության կողմից,
Երկրորդը ցույց է տալի, որ մենք ունենք զարգացող հարաբերություններ եւ պրոգրեսիվ հարաբերություններ Եվրամիության հետ, ցույց է տալի հետաքրքրվածությունը տարբեր ուղղություններում, այդ թվում կոմունիկացիաներում, կարծում եմ Թրամփի ուղուց հետո Եվրամիությունը որոշակի խանդով էր նայում, որ ինքը չի մասնակցում Հայաստանում այս գործընթացներին եւ սա նույնպես ինչ-որ հնարավորությունների սկիզբ է այդ հարցում ու Եվրամիության պարագայում երևի վերջին տարիների Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության ամենահաջող ուղղությունն է, որ մենք ունենք, ինքը իհարկե պայմանավորված է տարբեր գործոններով, թե այն փոփոխությունները, որ եղան մեր տարածաշրջանում, եւ թե այն փոփոխությունները, որ եղան Եվրամիության քաղաքականության մեջ, որովհետեւ ինքը նախկինում ավելի пассив էր, իսկ ուկրաինական պատերազմի սկզբից հետո, եւ որ ինքը իր մաշկի վրա սկսեց զգալ սպառնալիքները Ռուսաստանի կողմից, ինքը արդեն փորձում է այս տարածաշրջանում նոր ակտիվություն ցուցաբերել եւ նաեւ մենք հայտարարություններից Եվրամիության դեռ տարվա սկզբի Ուրսուլա ֆոն դեր Լայենի սամարգանդում նաեւ նույն ոճի հայտարարություններից հիմա հասկանում ենք, որ Եվրամիությունը այնուամենայնիվ մտադրություն ունի Կենտրոնական Ասիա, Ադրբեջան, Հայաստան, Թուրքիա առևտրատնտեսական գիծ ստեղծել, որը իրեն թույլ կտա նաև շրջանցել Ռուսաստանը եւ կապ հաստատել Կենտրոնական Ասիայի եւ նաև Չինաստանի հետ։ Ինչքանով սա կստացվի, իհարկե սա կախված է նաև բազմաթիվ այլ գործոններից եւ դեռ ահռելի ներդրումային եւ լոգիստիկ խնդիրներ կան չլուծված այս ուղղությամբ, բայց որ Հայաստանը լրիվ այլ դրամաբանության մեջ է սկսում տեղավորվել եւ դիտարկվել այս շատ կարեւոր տրանսպորտային գծի բաղկացուցիչ մաս, սա ակնհայտ է։ Իհարկե իրականանալու համար պետք են շատ երկար տարիներ ու շատ հստակ ծրագրեր, ռազմավարություն, ճանապարհներ, որ մենք հիմա չունենք, մի քանի տեխնիկական խնդիրների լուծում, որոնցից մեկը Կասպից ծովի մակարդակի իջնումն է եւ նավահանգիստների խնդիրն է եւ այլն, այսինքն ու նաև Եվրամիության հետ վիզաների ազատականացման խնդիրն է, որ նույնպես կարծում եմ այնուամենայնիվ, եթե ոչինչ կտրուկ չփոխվի, իսկապես մոտ ապագայում կարող է մոտ մի քանի տարիների ընթացքում դառնալու է իրականություն, եւ սա իհարկե պատմական փոփոխություն է Հայաստանի համար։ Տեսեք, Եվրամիությունը այդ 19 միլիոն դոլարը տալիս է նաև հիբրիդային պատերազմի դեմ պայքարի համար, հիմա ինչ հիբրիդային հարձակման է Հայաստանը ենթարկվում, որ այդ գումարը ծախսելու անհրաժեշտություն է առաջացել։ Այդ գումարը տրամադրվում է նույն տրամաբանությամբ, ինչ որ Մոլդովայում էր, այսինքն ռուսական հիբրիդային միջամտությունը ինչ որ ձևով չեզոքացնելու համար եւ կապված է նախընտրական փուլի հետ Հայաստանում եւ Եվրամիությունը իհարկե այս հարցով շատ մտահոգված է եւ սա կարելի է տեսնել թե իրենց հայտարարություններից, թե Մոլդովայի ընտրությունների փորձից, թե նաեւ Հայաստանի ավելի խոցելի լինելուց, որովհետեւ Հայաստանը չունի այն ինստիտուցիոնալ կայունությունը եւ փորձը, որ ուներ Մոլդովան այս հարցերում եւ իհարկե սրանից է նաեւ կախված Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ապագան, որովհետեւ եթե այսպես չլինի, մենք ասենք ենթադրենք ինչ որ պրոռուսական ուժերի հաղթանակ, նաեւ Եվրամիության նշված ծրագիրը կապնվել Հայաստանի տարածքով եւ Ադրբեջանով հետագայում Կենտրոնական Ասիայի հետ եւ ստեղծել կայուն ալտերնատիվ ճանապարհ, որով ինքը կարող է առևտուր անել Կենտրոնական Ասիայի երկրների եւ Չինաստանի հետ, այս ամենը ձախողվելու է, հա։ Հենց սա է պատճառը, որ իրենք այդպես հետաքրքրված, շահագրգռված են այս գործընթացի մեջ ու այս ամենը բացատրում է իրենց հետաքրքրությունը։ Մենակ ընտրություններին ընդառաջ Ռուսաստանի կողմից ինչ միջամտություններ սպասենք, բացի այն, որ օրինակ ռուսամետ դիրքորոշում ունեցող ուժերը կակտիվանան, կուսակցություններով իրենց ընտրություններին կմասնակցեն, ուրիշ էլ ինչ հայ հասարակությունը սպասի։ Մի խոսքով այդ բոլոր ռիսկերը, որ կան Հայաստանի պարագայում, շատ ավելի ուժեղ են արտահայտված, քան Մոլդովայի պարագայում, մյուս կողմից մենք շատ անցնում ենք շատ զգայուն փուլով մեր պատմության մեջ,
որը պարտությունն է պատերազմում, որը մեր ներքին քաղաքական բևեռացումն է եւ այս փաստաթղթերը, որ մենք առաջին մասում քննարկում էինք եւ տարբեր մեկնաբանությունները այն հարցի շուրջ, որը արդեն իսկ ավարտվել է եւ այն ճշտամանքը, որ կա ներքին քաղաքական, սրանք ավելի հեշտ եւ քաղաքական ապատիան, ինչը շատ կարեւոր է, որովհետեւ Հայաստանի բնակչության մեծամասնությունը 60%-ից ավելը ուղղակի գտնվում է մի վիճակում, որ չի վստահում ոչ մի քաղաքական ուժի, խոսակցական լեզվով ասած զզված է քաղաքականությունից ու այս անորոշված, չկողմնորոշված բնակչության պահվածքը ընտրություններին շատ կարևոր է, ինքը կարող է թողվել նաև ընտրությունների նախօրյակին, ինչպես դա եղավ օրինակ Ռումինիայում, հա, ու այստեղ կան տարբեր ինֆորմացիոն խոսքեր, թեմաներ, նույն հայ-ադրբեջանական կարգավորումը, դուք հիշում եք այս մզկիթների թեման, որ ակնհայտ ֆեյք էր եւ տարածվում էր ինչ-որ Լուգանսկում գրանցված թուրք լրագրողի, ով նաեւ թուրքական եվրասիական այդ ուժերի ճատագով կողմնակիցն է, այսինքն նմանատիպ գործոններ կան, որոնք հեշտացնում են Հայաստանի վրա եւ հայկական ընտրությունների վրա ազդելու հնարավորությունները եւ իհարկե ես վստահ չեմ, որ այդ 15 միլիոնը բավարար է կամ այս հարցը փողերի հետ է կապված, հա։ Ուղղակի Եվրամիության հետ կապված ծրագրերը միշտ տեսել ենք, որ վերջնարդյունք չեն ունեցել, նույնիսկ Հայաստանի իշխանությունները չեն կարողացել դրանք ծախսելու գաղափարներ ներկայացնել են 21 թվականի 2.6 միլիարդ եվրո էր, ինչ էր դրամաշնորհը, որ այդպես էլ կարծեմ 5-600 միլիոն եվրո կարողացան դոլար, եվրո կարողացան, ինչ որ բան անել, ծրագիր ներկայացնել, ինչքանով է իրատեսական, որ այս ծրագիրը կկարողանա իշխանությունը հաջողությամբ իրականացնել։ Մենք նաև չենք ունեցել կայուն ինչ-որ երկարաժամկետ ծրագրեր են առումով, որ քաղաքական զարգացումները միշտ փոխել են նաև Հայաստանի եւ Եվրամիության հարաբերությունների ձևաչափը, տրամադրությունները, տրամաբանությունը, Հայաստանը այնուամենայնիվ մինչև հիմա եվրասիական տնտեսական գոտու երկիր է, որը նաև խոչընդոտում է տնտեսական ակտիվությունը, բայց կարծում եմ իհարկե նաև Հայաստանը ունի կառավարման հետ ֆինանսների խնդիր, որի մասին միշտ նշում են Եվրամիության տարբեր պաշտոնյաները, որ մենք ունենք ծրագրեր, բայց դուք չեք կարող այդ ծրագրերը յուրացնել, որովհետև չկա ինչ-որ կազմակերպչական ռեսուրս ձեր կողմից, չկան մարդիկ, որ կարող են դրանով զբաղվել եւ սա բարդացնում է գործընթացը։ Իհարկե մի քանի օրում կամ մի քանի ամսում Հայաստանը չի փոխվելու եւ այս խնդիրները մենք ունենալու ենք, բայց շատ կարեւոր է ում հետ եք դուք համագործակցում, հա։ Եթե դուք համագործակցում եք Եվրամիության հետ եւ փորձում եք եվրոպական փորձը իրականացնել, դա տարիներ հետո մի արդյունք է տալիս, իսկ եթե ձեր գործընկերները, ասենք, չգիտեմ, այլ ոճով աշխատող մարդիկ են եւ կազմակերպություններ են եւ ձեր օրինակները ոչ թե, ասենք, Բեռլինում են, Բրյուսելում են, Փարիզում են, այլ Մոսկվայում են կամ, չգիտեմ, այլ աշխարհի Թեհրանում են, դուք ունենալու եք այլ արդյունքներ։ Այսինքն ես այստեղ ոչ շատ լավատեսական եմ, ես կարծում եմ դեռ մենք այդ կարողությունները իսկապես չունենք եւ լիքը հարցերում շատ միջակարգություններ են ունենալու, բայց իրականում կան ռազմավարական շատ կարևոր գծեր, որ զարգացվում են եւ օրինակ նույն այդ Հայաստանի եւ Վրաստանի էներգոհամակարգերի միացումը եւ Սևծովյան կաբելի ծրագրին միացումը, ինչը շատ կարևոր կարող է լինել նաեւ հայ-թուրքական սահմանի հնարավոր բացումից հետո նոր հեռանկարներ են բացվում, եթե մենք կարողանանք բերել ներդրումներ Հայաստանի երկաթուղիների կամ ճանապարհաշինության բնագավառ, իսկ Եվրամիությունը պատրաստ է նման ներդրումների, խնդիրը նրանում է, որ մենք մինչև հիմա չունենք պատկերացում, որոնք են մեր առաջնությունները եւ նաեւ ինչպես լուծել մի քանի հարցեր Ադրբեջանի հետ կապված նույն Կարս-Գյումրի երկաթուղու հետ, Կարս-Գյումրի երաստ, որովհետեւ գիտեք Թուրքիան հիմա մի նոր երկաթուղի է կառուցում, որ շրջանցի Հայաստանի տարածքը եւ մենք փաստացի օգտվենք միայն մեղրի հատվածի տրանզիտից
ու այդ դեպքում մեր եկամուտները 5.5 անգամ ավելի քիչ են լինելու, եթե գնացքը շարունակի երազ Գյումրի հատվածով իր ընթացքը, բայց այստեղ մենք պետք է ակտիվ լինենք, մենք պետք է առաջարկներ անենք ու կարծում եմ իսկապես հնարավորություն կա ստանալ ներդրումներ եւ ստանալ ինչ-որ լուծումներ, որ նախկինում մենք չունենք։ Եվ վերջում Վլադիմիր Պուտինը խոսում է Եվրոպայի հետ պատերազմելու պատրաստ լինելու մասին, ասում է, որ եւ կլինենք ավելի դաժան եւ այն ինչ անում ենք Կիևի հետ, դրանք շատ մեղմ վիրահատական միջամտություններ են, այս դեպքում ասում է, որ չփոշմանեք էլի, որտեվ շատ կոպիտ կլինեն, ասում է ռուսը, սա բառացի չեմ ասում, տրամաբանությունն եմ ներկայացնում։ Սա ինչ է նշանակում, սա սպառնալիք է արևմուտքին ուղղված։ Սա ակնհայտ տերորի մարտավարություն է եւ եթե հիշում եք պատերազմի սկիզբը 2022 թվականի եւ Վլադիմիր Պուտինի դարակազմիկ այդ ելույթը, որտեղ ինքը սպառնում էր բոլոր երկրներին, որ կհամարձակվեն Ուկրաինային աջակցել, նույն ոճն է, նույն տրամաբանությունն է, նաեւ միջուկային պատերազմի վտանգն է, որ պարբերաբար տարբեր ռուսաստանյան ինֆորեսուրսներից տարածվում է այս առիթով։ Իհարկե ես կարծում եմ Եվրոպան մտահոգված է այս իրավիճակով եւ իհարկե Ռուսաստանը վտանգավոր երկիր է այն առումով, որ ռացիոնալ չեն քաղաքական որոշումները ինչ որ փուլից եւ դրանցից մեկը 2022 թվականի պատերազմի սկիզբն էր, բայց ռուսական զինուժի հաջողությունները նույն Ուկրաինայի արևելյան հատվածում եւ որ մի քանի ամսվա համառ մարտերից եւ տասնյակ հազար զոհերից հետո գրավում են միջին եւ փոքր չափի շրջկենտրոններ եւ դա ներկայացվում է որպես լրջագույն ինչ որ ձեռքբերում, դրանք իհարկե կասկածելի են, ես կարծում եմ, որ ռուսական զինուժը իսկապես շատ մեծ ռեսուրսներ է կորցրել այս պատերազմում եւ եթե դա չլիներ նաև արդյունքները այլ կլինեն, հա, պատերազմի փաստացի հիմա եթե մենք խոսում ենք Ուկրաինայի կարգավորման սցենարներից, Ռուսաստանը ուզում է, որ այն ինչ ինքը գրավել է, ճանաչվի որպես իր տարածք եւ մի քանի այն բնակավայրերը, որ դեռ չեն գրավել Դոնեցկի եւ Լուգանսկի նախկին շրջաններից, դառնան նույնպես Ռուսաստանի մաս։ Ուկրաինայի մոտեցումը այն է, որ իրենք պատրաստ են ճանաչել այդ շփման գիծը եւ շփման գծով դադարել պատերազմը, բայց պատրաստ չեն ճանաչել գրաված տարածքները որպես Ռուսաստանի մաս։ Այսինքն, սա է տարբերությունը կողմերի դիրքորոշման, Ռուսաստանը ուզում է, որ ճանաչվի այն տարածքները, որ ինքը գրավել է որպես Ռուսաստանի մաս, Ուկրաինան պատրաստ է փաստացի ճանաչել այդ կորուստը, բայց օրենքով չճանաչել այդ տարածքների օկուպացիան որպես Ռուսաստանի մաս։ Ու սա ցույց է տալի նաև ինչ կարողություններ ունի Ռուսաստանը այս փուլում եւ կարծում եմ իհարկե այս ֆոնին եւ այս պատերազմի նաև ծանր արդյունքներից ելնելով Եվրոպային վախեցնելը մի կողմից իհարկե միջոց է նաև թույլ չտալ, որպեսզի Ուկրաինայի աջակցությունը աճի եւ Եվրոպան ավելի վճռական քայլեր ձեռնարկի այդ ուղղությամբ, բայց իրականության մեջ ես բավականին սկեպտիկորեն կնայի այդ սպառնալիքներին։ Դե ինքը ասում է Ռուսաստանը մտադիր չէ պատերազմել եվրոպական երկրների հետ, բայց եթե Եվրոպան պատերազմ սկսի, Ռուսաստանը պատրաստ է հենց հիմա, եթե Եվրոպան հանկարծ պատերազմ սկսի, մեզ հետ կարծում եմ դա շատ արագ տեղի կունենա, դա Ուկրաինա չէ, մենք նրանց հետ գործում էինք վիրաբուժական զգուշորեն, այսինքն չի ասում, որ ես ձեզ պատերազմ եմ հայտարարում, ասում եմ, բայց օրինակ ինչը կարող է դիտարկվել այս դեպքում Եվրոպայի կողմից քայլ, որ Վլադիմիր Պուտինը որոշի հարձակվել։ Գիտեք, սա մի քիչ տարօրինակ է, որովհետև ես չգիտեմ էլ ինչ պետք է լինել Եվրոպայի հետ, որ իրենք մտնեին պատերազմի մեջ, հա, որ բազմաթիվ առիթներ ունենալով, բայց մենք տեսնում ենք, որ իրենք համառորեն չեն մտնում պատերազմի մեջ եւ չեն հայտարարում Ռուսաստանին պատերազմ, բայց միաժամանակ այս վերջին 1990-ականներից, եթե մենք սկսենք 94 թվականից 95 թվականից Ռուսաստանը իր տարածքում էր այդ պատերազմի վարում, հա, Չեչնիայի դեմ հիմնականում,
որտեղ դեռ կարող էր, ասենք, միջազգային իրավունքը վկայակոչել, թեև պատերազմը շատ անհամաչափ էր եւ զոհերը շատ անհամաչափ էին։ Հետագա քայլերը եղավ Վրաստանը եւ հետագայում եղավ Ղրիմը, Դոնբասը, Ուկրաինայի արդեն ներխուժումը ուղիղ 2022 թվականին եւ ես չեմ կարծում, որ իրականում Եվրոպան ինչ-որ քայլեր պետք է ձեռնարկի, որ Ռուսաստանը պատերազմ սկսի, եթե Ռուսաստանը մտածի, որ ինքը ուզում է պատերազմ Եվրոպայի հետ, ինքը դա անելու է եւ չի նայելու եւ պատրվակներ ինքը կարող է գտնել բազմաթիվ ու դրանցից մեկը, ինչպես նշեցի, կարող է լինել Ուկրաինայի նույն աջակցությունը, բայց ես վստահ չեմ, այսինքն վստահ եմ, որ սա շատ քիչ հավանական ինչ-որ խոսույթ է, սա ավելի շատ շանտաժ է, սա ավելի շատ վախեցնելու փորձ է ու վախեցնելու, որ Ուկրաինային համապատասխան աջակցություն չցուցաբերվի եւ նաեւ Ռուսաստանի իշխանությունների իհարկե մարտավարությունը մեկուսացնել Եվրոպան եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները, այսինքն ինչ-որ հակադարձություններ ստեղծել եւ դրանով փորձել նաեւ Ամերիկայի կողմից հնարավոր աջակցություն Ուկրաինային չեզոքացնել։ Ինքը պետք է ասեմ մինչեւ հիմա հատկապես Թրամփի օրոք ստացվում է Ռուսաստանի մոտ եւ սա պատճառներից մեկն է, որ իրենք շարունակում են այդ մարտավարությունը, բայց կարծում եմ վաղ թե ուշ ինքը պետք է ավարտվի, հա, որովհետեւ անհնար է հավերժ հետաձգել նույն ինչ որ խաղաղության այն առաջարկները, որ անում է Թրամփը, ինչ որ նոր հակադարձ առաջարկներ բերել եւ այլն ու սա շատ վճռական կարծում եմ փուլերից մեկում են գտնվում, որտեղ պարզ կլինի ինչ հետագա տենդենսներ է ունենալու այս պատերազմը նաեւ։ Թեև Թրամփի պատրաստականությունը հավատալ ինչ-որ նոր խոստումների, զարգացումների իհարկե նույնպես պետք է գնահատել որպես զարմանալի են։ Շնորհակալություն հարցազրույցի համար։ Ձեզ նույնպես։